Խուզարկություն են իրականացնում, ուզում եմ հասկանամ որքանով է իրական տեղեկությունը։ Ընթացքում տես բան չկա, հիմա տանը չեն, նոր եմ գնում, չգիտեմ։ Բայց խուզարկություն չի իրականացվել ձեր տանը, այսինքն։ Այն որ զանգել եմ, չէ, հիմա չգիտեմ։ Բայց ինչ որ առիթ կա, որպեսզի գան ձեր տունը խուզարկություն իրականացնեն, ինչ պատճառաբանությամբ կարող են այդպիսի քայլի գնալ։ Բայց կարող է ուզենալ, դա ինչ իմանամ, այսօրվա իրավապահները կարող անել է։ Այսինքն պայմանավորված լինի, որ այսօր վարչապետին չեք բարևել, չեք ողջունել, գնան ձեր տանը խուզարկություն իրականացնեն։ Իրենք են գալիս, ես չեմ կարող ասեմ իրենք ինչի համար են գալիս։ Իսկ գալու են, գանք ասեն ինչի համար են եկել։ Իսկ այն տեղեկությունները, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Արսեն Ավագյան անվամբ ուզեցել է ձեր հետ հաշվեհարդար տեսնել, կա իրականում նման բան։ Ես արարողության եմ եղել, եկեղեցում չեմ եղել, ինձ ընտրուղի եթերով է ցույց տվեցին, շփում մարդիկ են եկել ինչ-որ պահանջներով, նրանք են քաղաքացի, նրանք են կարող պահանջներ ունենան, չգիտեմ։ Ձեր քայլից հետո նաև այսպիսի տեղեկություն կա, որ դուք չպետք է խառնվեի քաղաքականությանը։ Քաղաքականությամբ, այսինքն ինչ եմ արել, պատգամավորության տեխնացություն եմ դրել, ինչի, ես ինչ-որ մեկին ասել եմ սրան ընտրեք կամ նրան ընտրեք։ Քաղաքական դիրքորոշում։ Երայն քաղաքացիական, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, թե չէ։ Իբրև քաղաքացի իբրև ես իր մասին ոչ մեկին ոչ մի բան չեմ քարոզում, բայց իր վերաբերյալ ունեմ կարծիք կա անձնական։ Դրանից այսինքն շատ վաղուց, ոչ ես ու վերջի 80 օրվա մեջ։ Այսինքն նա չէ որ կարծիքը նոր է ձևավորվել ու յալասների մեջ ես անակնկալ եմ համար։ Ինչ որ ասել եմ, իրան է վերաբերվում անձնականը, ասպեկտաբանություն։ Այսինքն համարում եք, որ քաղաքական դիրքորոշում չեք արտահայտել, ընդամենը դա ձեր Ինչի համար ես ինչ-որ մեկին ինչ-որ մի քարոզ եմ արել քաղաքական, իմ անձնական վերաբերմունքն եմ ցույց տվել։ Եթե ինքը չգար եկեղեցի, երբեք էլ իմ վերաբերմունքի մասին չեր իմանա։ Դուք տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը գալու է եկեղեցի, թե ձեզ համար անակնկալ էր։ Ոչ, ես տեղյակ չէի։ Այսինքն անակնկալ մուտք գործեց վարչապետը, դուք էլ ձեր Սենյակում եմ եղել, իմ ավանդատանը նստած եմ, գիտեմ որ արդեն Պանթեոնում է։ Нет, զինված ինչ-որ մեկը կամուշով պլաժում մտավ, ասաց վարչապետն է։ դրա Դուրս եմ եկել, մոտեցավ, ինչ-որ մի բան եմ իրեն ասել, ինքը դուրս է եկել, դա հետո իր կողմնակիցները վրդովել են, խորտ կտային վրդովել օրինակ Ալիևի արածներու նկարների համար, եթե շատ վրդովով են, թող գնան այնտեղ վրդովեն։ Ես ասում եմ, սա անձնական դիրքորոշում է, որը տեղ չի գտնում իմ հողական աշխատանքի մեջ։ Եթե այդ մարդու հետ իմ կյանքում ես ուրախ կնեմ, որ երբեք չներեք հանդիպումը, բայց ոչ մեկին, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում զուտենք կամ որ ինչ-որ մի բանի տեխնացությունը դրել, ոչ ագիտացիա եմ անում ինչ-որ մեկի համար, ոչ եմ արեց եմ որոնել, որ այդպիսի բան անեմ։ Բայց իբրև քաղաքացիություն եմ իմ անձնական դիրքորոշումը։ Եթե դրա իրավունքը չունեմ, թող ինձ զրկեն ընտրել իրավունքից, ես մեծ իրավ էլ չեմ գնա ընտրություններ։ Տարածվում է այդ տեսանյութը, որտեղ իբրև թե դուք դուրս եք հրավիրել վարչապետին, ձեր ձեռքի շարժումից։ Գալուց ես ինչ-որ բան եմ ասել իրեն։ Ես չեմ ասել եկեղեցուց դուրս գալ, ես ասել եմ գնա, ես ինչ բան է արը։ Կան ինչի անի, ինչ խնդիր է։ Դե տեղեկություն։ Ես ոչ մեկին եկեղեցուց դուրս չեմ, եթե ինչ-որ մեկը այդ տեսանյութից եզրակացրեց, իմացություն այլ։ Ձեր դուրս անելը լինեի, մեզ կանեք չմտներ։ Եթե դատաստանը բա եկեղեցում պիտի լինի, բոլորս էլ մի ասնել ենք այդ օրոնել։ Իսկ կարաս մարդուն ասես եկեղեցում մի մտի։ Ես չեմ թեժացնում, ես ոչ մեկին հանդիպելու բան չեմ որոնել։ Ոչ մեկին էլ իմ ոչ թույլ կտամ ինչ-որ մեկը ինձ եվզին իր կարծիքը փաթաթի։ Ոչ էլ իմը սեփական ուրիշի քաղաքական առումով փաթաթը։ Իսկ նոմա ազգային խնդիրներին ես դիրքորոշում ունեմ արտահայտեմ երբ պետք է